Սրտում կա գրված Ասողի վրա հավատք կանգնած Այստեղ նորից ճանապարհ է բացվում Ապագան ենք հավատով կառուցում Լորին վստահում է Գագիկ Ծառուկյանին, Լորին ընտրելու է Բարգավաճ Հայաստանին։ Նախընտրական քարոզարշավի հերթական հանգրվանը մարզկենտրոն Վանաձորն է։ Հազարավոր համագիրներ հույսով ու հավատով համախմբվել են ԲՀԿ առաջնորդին իրենց աջակցությունը հայտնելու եւ նրա գլխավորած ուժին հաղթանակ մաղթելու համար։ Հոգի լավ մարդ, ցավը տանեմ։ Կարևորը ձեր վստահությունը չեմ կորցնելու, պահելու եմ եւ պահպանեմ։ Միասնության ռիթմով բաբախող քաղաքում նախ հաղթական քայլեր թե լավ փոփոխությունների սպասող լոռեցիները մեկ բռունցք են դարձել։ Վստահ, որ հունիսի 7-ին շրջելու են պատմության էջն ու ազդարարելու են Հայաստանի սպասված վերածնունդը։ Քայլերթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Թիվ 1 թեման վերջին օրերի ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունն է Հայաստանի վերաբերյալ։ Արտաքին քաղաքական վեկտորը շրջելու եւ ԵԱՏՄ-ն Եվրամիությունով փոխարինելու մասին խոսակցությունները խիստ մտահոգում են մեր հանրությանը։ Բոլորը այսօր խառնված, շփոթված, հարյուրավոր զանգեր, թե ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն։ Ամսվերջավոր պետք է իրենց վարկերը փակեն, հարկերը տան, աշխատավարձները, ապրանքները հավաքած փչանումա, չգիտեն ինչ անեն, որտեղ տեղավորեն եւ հարցնելով պարոն Ծառուկյան ինչ անենք, ես ասում եմ դրա համար ես արդեն 1 ամիս է ասում եմ, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, սենց է լինելու, որ մարդիկ չեն գիտակցում, չեն տիրապետում։ Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողն է։ Եթե քանդվեց, ինչ է լինելու։ Մի բան պետք է հասկանա, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր։ Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ։ Տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է կամ միանգամից քանդվում տրակում է։ Այսօր քանդման եզին կանգնած ենք։ Այդ ժողովրդին ով է պահելու, ով է կերակրելու, վարկերն ով է փակելու, մարդկից ունեցվածքը լրիվ կորցնելու են։ Այնպես որ սա չի կարա լինի։ Խոսում են դադարք, մենք այլ ընտրանքներ ունենք։ Նրանք իրենց այլ ընտրանքը 10 տարի չեն կարա որցեք այլ կատարեն։ Այլ ընտրանք ունեցողը սա փակվեց, մյուսը բացում է։ Հիմնական շարժը, առևտուրը, բանջարկը տարիներ է պետք, որ ծանոթանան ապրանքի հետ, պայմանագրեր կապեն, գներն է, բանջարկն է, տոննաժն է, այնպես որ պետք է տիրապետեն տնտեսությունը ինչա։ 1 ամիս առաջ եմ տեղեկացել, մտածեք, քայլ կատարեք, մարդկանց մասին հնարավորություն տվեք, տնտեսությունը խաղալիք չի։ Ռուսաստանը անձամբ նախագահան հայտարարելով, որ հայերը Հայաստանը իմ բարեկամներն են, եղբայրներն են մեր։ Էսա, եթե դուք մեր թշնամուի ուղղությամբ եք գնում, դուք մտածեք, մենք չենք ուզում, մենք պատրաստ ենք քննարկելու, ասելու, կազմակերպելու, հնարավորություն տալու, զարգացնելու, ծաղկացնելու։ Բայց դուք հակառակ եթե այլ ընտրակ ունեք, ձեզ բարի ճանապարհ, մենք էլ ոնց որ Եվրոպայի հետ ենք վերաբերում, նույնն էլ ձեր հետ, առանձնապես ոչ մի բան, ասում եմ, որոշողը դուք եք։ Դա ես ասել եմ, որ մարդիկ գիտակցեն, կարողանան պատրաստված լինեն։ Սուտ ասելուն պետք է վերջ տրվի։ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ սկսել է տնտեսական պատերազմ, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը, նախազգուշացնում հետևանքները մեր երկրի ու ժողովրդի համար անդառնալի են լինելու, սակայն ճակատագրական սխալից խուսափելու եւ իրավիճակը փրկելու հնարավորություն դեռ կա։ Այնքան գլուխ գովացին, խաղաղություն ենք բերել, որ սարքեցին Ռուսաստանի տնտեսական պատերազմ։ Դա լավ բանի չի բերելու, տանել է սննկացման, քանդման, հավիրման, բայց էլի ուշ չի, ես նորից եմ ասում, հարյուրավոր զանգեր գալիս են ասելով Ծառուկյան ջան, դու միշտ ասել ես, դու գիտես, ոնց է լինելու, ես ասելով որ միանհանգստացեք, չլուծվող խնդիր չկա,
երբ որ դուք ինձ հնարավորություն տաք, մեկ օրում կլուծեմ, ամեն ինչը տեղի, ճանապարհներ կբացվի, զարգացումներ կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Քայլերթին բազմաթիվ վանաձորցիներ են միանում իրենց աջակցությունը հայտնելով Գագիկ Ծառուկյանին։ Համար 7-ին! Համար 7-ին! Հունիսի 7-ը ճակատագրական օր է մեր երկրի համար։ Հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, շարունակական զիջումներ, պառակտում ու հետընթաց, թե երկարատև խաղաղություն, համերաշխություն ու բարեկեցություն։ ԲՀԿ պատգամավորի թեկնածուներ Ռոման Շաքարյանն ու Նարինե Հակոբյանը կոչ են անում տեր կանգնել երկրի ապագային։ Մեր քաղաքական ուժը պարոն Ծառուկյանի գլխավորությամբ միշտ եղել է ժողովրդի կողքին։ Եվ այսօր էլ մենք եկել ենք ոչ թե բաժանելու, այլ միավորելու, ոչ թե դատարկ խոստումներ տալու, այլ գործ անելու։ Ուստի, սիրելի լոռեցիներ, հունիսի 7-ին Սա մեր երեխաների ապագայի ընտրությունն է, մեր համայնքի զարգացման ընտրությունն է, մեր Հայաստանի զորացման ընտրությունն է։ Քվեարկեք հանուն արժանապատիվ ապագային, քվեարկեք հանուն մեր Հայաստանի։ Անդրանիկ Թևանյանի հասցեին մեղադրանքները Փաշինյանը հնչեցրեց Վանաձորից, հիշեցնում է Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավարը, նշելով, որ ինքն էլ հենց Վանաձորում կընթերցի Թևանյանի նամակ ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Նիկոլ Փաշինյանը պարտավորություն ունի համասեփական դաշտի փրկության իշխանությունը պահելուց հետո իրականացնել հետևյալ ծրագրերը։ Զանգեզուրի Վիճանցքի հանձնում Ադրբեջանին, 300,000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, Հայաստանից տարածքների հանձնում Արտաշենի հետևելու թեման բլեֆ է, Գյումրիում տեղակայված ռուսական հավերկրոտ ռազմաբազայի լիկվիդացում, ԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական հեռացում, հայ-ռուսական հարաբերությունների թշնամացում ուկրաինացման տարբերակով, Հայաստանի դուրս բերում ԵԱՏՄ-ից, այսինքն ՀՀՏ-տեսության կոլապս, Հայաստանի սահմանադրության փոփոխություն, հայոց ցեղասպանության լրացում, Հայաստանի քաղաքացի, թույլտուր այս հրաշավոր ծրագրերի իրականացումը, մասնակցություններին, հերացում Նիկոլ Փաշինյանի, ձևավորիր հայկական իշխանություն։ Վանաձորի կենտրոնական հրապարակը լեփլեցուն է, Գագիկ Ծառուկյանը միանում է այնտեղ հավաքված հազարավոր մարդկանց։ Տրամադրությունը բարձր է, տոնական, իսկ դրական լիցքերի հեղինակները Սիրված, Հայաթ Պրոջեկտն ու Հայություն խմբերն են։ Այսօր հավաքվել ենք շրջանավարտներին շնորհավորելու համար։ Շրջանավարտներ կան տարածքում, հələ ձերքեր։ Այսօր դու գնացես ու Ձերքերը վերևով։ Քո տեսքը անթերի չկասկածես։ Ալիքներով, այո։ Անցնում են դպրոցում։ Yes! Ամենաթանկն է։ Այսօր դու գնացես ու սիրտը կպասես։ Քո տեսքը անթերի չկասկածես։ Տարիները որ անցնում են դպրոցում։ Շնորհավոր սիրելի շրջանավարտներ։ Սա այն անակնկալն է, որի մասին ԲՀԿ առաջնորդը դեռ Գյումրիում վերջին զանգին նվիրված միջոցառմանն էր հայտարարել։ Իր հարթակը տրամադրելու է երիտասարդներին ու սիրված արտիստներին, շրջանավարտներին տոն պարգևելու համար։ Գյումրիին հաջորդեց Եղեգնաձորը, որից հետո հերթը Վանաձորինն է։ Սիրելի երիտասարդներ, սիրելի վանաձորցիներ, սիրելի լոռեցիներ, իր սրտի խոսքն է ձեզ ուզում ասել եւ ուղերձ հղել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը։ Դիմավորեք նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության թիմի ներկայացուցիչներին։
Գագիկ Ծառուկյանը նախ շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար, ապա հայտարարում բեմահարթակից քաղաքական հարցերի չի անդրադառնալու, նախընտրական ծրագրերից չի խոսելու։ Օրվա գլխավոր հերոսները շրջանավարտներն են, իսկ հրապարակում տիրող հրաշալի մթնոլորտն ընդամենը սկիզբ է այն մեծ ծրագրերի, որոնք կյանքի են կոչվելու հանուն նրանց անվտանգ ու արժանապատիվ ապագայի։ Սիրելի լորեցիներ, շնորհակալ եմ ջերմության համար, ընդունելության համար, ձեր ցավը տանեմ ես։ Քանի որ այսօր օրը նվիրված է մեր ուսանողությանը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երաժիշտներին, որոնց իմ խնդրանքը ընդունել են։ Ու այսօր ես չեմ ուզում քաղաքականության մասին խոսել։ Այսօր շրջանավարտների օրն է, նրանք մեր լույսն են, մեր հույսն են, մեր ապագան են, մեր երկիրը կառուցողները, զարգացողները, ամուր պահողները։ Իրանց ցավը տանեմ, իրոք ունենք լավ երիտասարդություն, նոր կյանք են մտնում, իրենց Աստված թող պահպան լինի, ամենակարևորը դուխից չընկնեն, լիարժեք իրենց հայրենիքում կարողանան ապրեն, ընտանիք կազմեն, զարգացնեն, ծաղկացնեն, ես ինչ որ պետք է, ինչ որ կա, պատրաստ եմ իրենց աջակից լինել, օգտակար լինել, ես հպարտանում եմ իրենցով, իրենց ցավը տանեմ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ նրանք չկոտրվեն, չհասթափվեն, չընկճվեն, այն հույսով հավատով, որ մինչև այսօր մեծացել են, կարդացել են, սովորել են, որ պետք է լավ մարդ դառնան, երկիրը շենացնեն, զարգացնեն։ Ժողովուրդ ջան, աննարին ոչինչ չկա, ձեր ցավը տանեմ, հավատացեք։ Պետք է կարողանանք միասնական լինենք, իրար կողքի կանգնած ու ամեն ինչ լավ կլինի, ոչ թե անընդհատ ատելություն թշնամանք սերմանվորելով, իրար հետ չխոսալով, վիճելով, այլ պետք է լինի հաշտություն, համերաշխություն, միասնություն, սա հիմնական արդյունքը մեր հաջողության։ Ես չեմ ուզում մեր երիտասարդության տրամադրությունը գցեմ, իրանց այդ ուրախորով, ես խոսք եմ տվել, ես խոսքի մարդ եմ։ Թող ամբողջ Լոռի համայնքում մեր ուսանողությունը, երիտասարդությունը ուրախանա, նոր կյանք է մտնում։ Ու որ այս տպավորությունները փայլուն լինի, հիշողությունը փայլուն լինի։ Մեր ուսանողության երիտասարդությանը ցանկանանք լավ տրամադրություն, լավ օր, Աստված պահպան մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը։ Շնորհակալ եմ, զգացված եմ։ Բեմահարթակում կարճ ելույթից հետո ջերմ ու անկեղծ շփումն է վանաձորցիների հետ։ Մարդիկ օրհնանքի խոսքեր ու բարեմաղթանքներ են հղում Գագիկ Ծառուկյանին, ի սրտե հաղթանակ մաղթում առաջիկա ընտրությանը։ Տոնական օրը հավերժացնում են համատեղ լուսանկարները քաղաքի մեծ ու փոքր բնակիչների հետ։ Վանաձորցիները նաև հատից բարձրանալու և Փրկչի արձանի կառուցմանը մասնակցելու ցանկություն են հայտնում։ Եկեք պայեք, անձամբ ձեզ դիմավորեմ, բարձրանանք վերև, պայմանավորեցինք բոլորին էլ պատրաստ եմ, դիմավորելու, ընդունելու, ուղեկցելու Հիսուսի արձանի մոտ։ Շացում արձանկարը։ Վայ կծավը, նկարեք։ Աղբորս գլգեմ, անից Հատ սմբոջան քիչ հասնենք։ Դևը սավը, բայց ոչ չած։ Արի ծավը, Պարոն Ծառուկյանին վստահում եմ շատ, չի թալանում, ինչ ասում է իր խոսքը գործ է։ Դրա համար ես իրան եմ ընտրելու։ Պետք է Նիկոլը չլնի։ Այդքան բան։ Հիմա մենք պետք է գնանք, ընտրենք համար 7-ին։ Ծառուկյանին եմ ընտրելու, իր ուժին եմ հավատում։ Ճիշտ է, ժամանակին Նիկոլ Փաշինյանին եմ վստահել։ Հիմա հիասթափվել եմ, ընտրում եմ Ծառուկյան Գագիկին։ Պարոն Ծառուկյանին շատ սիրում ենք, շատ հարգում ենք եւ ուզում ենք, որ ինքը անպայման ընտրություններում հաղթի։ Իր ամբողջ կյանքում արել է ժողովրդի համար, անմիջական է, մարդկանց վերևից չի նայում։ Հասարակ մարդ է ինքը ու ոսկի մարդ է, վստահ եմ 100%, որ ընտրվելու է։ Հաջողություն ենք մաղթում, հաղթանակ ենք մաղթում, մենք միշտ պարոն Ծառուկյանի հետ ենք, սատարում ենք։ Իսկ տոնական երեկոն Վանաձորում պահպանվում է ժամեր շարունակ, սիրված կատարումների ռիթմերը ողողել են ամբողջ քաղաքը։ Մարդիկ բարձր տրամադրությամբ են վայելում համերգային ծրագիրը, վստահ, որ լավ փոփոխությունների ալիքը նաև Վանաձոր ու Լոռի է հասնելու։ Sırtık pasporda, kama kora
աղջիկ ասած, որ դառնամ քո հետ է որտեղ քեզ սիրող խորքուրի կա։ Համերգային ծրագիրը Վանաձորում շարունակվում է մինչև ուշ երեկո, հրապարակը լեփլեցուն է մինչև վերջին կատարումը։ Խոստման համաձայն սիրված երաժիշտների սիրված կատարումները կհնչեն նաև այլ քաղաքներում։